Լավագույն նվերները նրանք են, որոնք մենք հաճույքով կպահեինք մեզ։ Այսօր ես առանձնացրել եմ 80 նվերի տարբերակ, նախատեսված եւ կանանց եւ տղամարդկանց համար, որոնք կարող եք նվիրել ինչպես ամանորին, այնպես էլ հաջորդող բոլոր տոներին։ Ցանկը բաժանել եմ 4 մասի՝ կանանց եւ աղջիկների, տղամարդկանց, սպորտ եւ ռելաքս ու տեխնիկա։ Սկսենք կանանց եւ աղջիկների համար նախատեսված նվերների ցանկից։ Առաջինը, որ ուզում եմ խոսել, դա սպայի հավաքածուն է։ Լոգանքի գել, մարմնի սկրաբ, հոտավետ մոմեր, այս ամենը հոգատարության մասին է։ Հաջորդ նվերի տարբերակը ոճային օրագիրն է կամ շնորհակալության նոթատետրը, ինչու՞ չէ, կարող եք նվիրել երազանքների գիրք։ Անհրաժեշտ նվերներից է նաև դեմքի մերսման սարքերը, գուաշա, ռոլեր, եթե բյուջեն թույլ է տալիս, նաև էլեկտրական դիմակներ, որոնք շատ լավ եւ պրոֆեսիոնալ խնամք են իրենցից ներկայացնում։ Հաջորդը հետաքրքիր փափուկ կտորից կամ էկոկաշվից պատրաստված կոսմետիկ պայուսակներն են, որոնք հաճելի ձմեռային տրամադրություն են փոխանցում։ Պայուսակները կարող եք համալրել նաև դեկորատիվ կոսմետիկայով, այնպիսին ինչպիսին են թարչաներկերը, շուրթերի բալզամ, գլոս, հայլայթեր, այնպիսի տարբերակներ, որոնք ինդիվիդուալ մոտեցում չեն պահանջում եւ կարող են գոհացնել ցանկացած աղջկա։ Գլխի խնամքի համար կարող եք ընտրել գլխի մերսման սարք, գեղեցիկ սանր, բրոշներ, մազակալներ, բանտեր, այս ամենը պետք է ցանկացած աղջկա։ Իսկ մազերի խնամքի համար կարող եք ընտրել չոր շամպույն, մազերի հյութ չլվացվող կամ հատուկ մազերի տեսակի համար նախատեսված խնամք, օրինակ գանգուրների կամ ներկած մազերի։ Ամենաձմեռային նվերներից է իհարկե տաք շարֆը, ձեռնոցները, գլխարկները, որոնք ջերմացնելու են նրանց այս ձմեռ։ Հաջորդ նվերի տարբերակը զարդատուփն է։ Դրանք կարող են լինել ինչպես կաշվից, օրգապակուց, փոքրիկ մեկ հարկանի կամ մի քանի հարկով տարբեր տեսակի զարդերի համար նախատեսված։ Ինչպես նաև կարող եք նվիրել վիտամինների եւ բադերի համար նախատեսված տուփեր, դրանց շատ գեղեցիկ ու հետաքրքիր տարբերակներ կան ներկայումս շուկայում եւ առողջությանը հետևող մարդու համար դրանք անհրաժեշտ պարագաներ են։ Աղջիկների համար շատ լավ նվեր է նաև կտորե բիգուդիները, դրանք թույլ են տալիս մազերը անվնաս հարդարել ու ստանալ գեղեցիկ, հետաքրքիր մեծ խոպոպներ։ Հենց այս թեման շարունակելով կարող եք նվիրել նաև գլխի եւ ձեռքերի կտորե աբադոկներ, որոնք թույլ են տալիս լվացվելուց չթրջել մազերը եւ չթրջել ձեռքերը, ինչը հաճախակի խնդիր է մեզ աղջիկներիս համար։ Գեղեցիկ նվեր է նաև հեռախոսի, ականջակալների կամ լիցքավորման մարտկոցների համար նախատեսված պատյանները։ Դրանք կարող են լինել ինչպես ձմեռային թեմատիկայով, այնպես էլ ընդհանուր տրամադրություն փոխանցող։ Նվերի մյուս տարբերակը գիշերազգեստն է կամ խալաթները։ Դրանք կարող են լինել գեղեցիկ նուռ պատլասե կամ հաստ եւ փափուկ, որոնք կջերմացնեն ու կփոխանցեն ձմեռային տրամադրություն։ Բոլոր աղջիկներին անխտիր պետք են դիմահարդարման վրձիներ։ Ու նմանատիպ հավաքածու նվիրելը միանշանակ պահանջված նվեր է լինելու։ Նվերի մյուս տարբերակն է գեղեցիկ դրամապանակ, փոքրիկ կլաչ, փոքրիկ պայուսակ, իհարկե չմոռանաք դրամապանակի մեջ նաև գումար դնել։ Տոներին ընդառաջ իհարկե շատ հաճելի է նվեր ստանալ մարմնի շիմեր։ Այն շատ տարածված է հիմա ներկայումս եւ բոլոր աղջիկները ուզում են փայլել, գեղեցիկ տեսք ունենալ, իսկ շիմերի տարբերակները բազմազան են շուկայում, այնպես որ կարող եք հավելել այս նվերով եւս։ Նաև կարող եք նվիրել լույսով հայլիներ, որոնք շատ հեշտացնում են դիմահարդարման process-ը ու անհրաժեշտություն են համարյա բոլորի համար։ Աղջիկների համար նախատեսված ցանկը կեզրափակ է տաք, փափուկ հողաթափերով, որոնք ջերմության եւ հոգատարության մի մաս են կազմում։ Խոսենք տղամարդկանց համար նախատեսված նվերներից։ Առաջինը դրամապանակ կամ կարդ հոլդերն է, կաշվից կամ էկոզամշից, կարող են ունենալ նաև հայկական հետաքրքիր զարդանախշեր, ներկայումս շատ արտադրողներ կան, որոնք շատ հետաքրքիր տարբերակներով ներկայացնում են դրամապանակների ու կարդ հոլդերների նոր տեսակներ, այնպես որ ընտրությունը մեծ է։ Եթե ձեր տղամարդը մորուք ունի, ապա լավագույն նվերը մորուքի խնամքի հավաքածուն է։ Յուղեր, սանր, օճառ, այս ամենը նրա խնամքի ռիտուալի մի մասն է կազմելու։
Բոլոր աշխատողների համար, ովքեր նոթբուքերով կամ iPad-ներով են շրջում, լավագույն նվերը կլինի նմանատիպ աշխատանքային պայուսակ նվիրելը, որտեղ նրանք հանգիստ կարող են տեղավորել իրենց աշխատանքային ագրեգատները և հարմարավետ տեղափոխել այն։ Իսկ սպորտի սիրահարների համար, իհարկե, սպորտային պայուսակ, որը կարող եք համալրել ֆիթնես սնեքերով և գուլպաներով։ Եթե ձեր տղամարդը հետաքրքրված է խմիչքներով, բարմենի համար նախատեսված հավաքածուն իսկ նրա համար է, և այն թույլ կտա նրան իր սեփական խմիչքների բաղադրատոմսերը պատրաստել։ Թեյասերների համար կարող եք նվիրել թեյերի մեծ սեթ, գեղեցիկ թեյնիկով կամ խոտաբույսերից թեյերը թրմելու հատուկ սարքեր։ Իսկ սուրճասերների համար գեղեցիկ սրճեր, դրիփ սուրճեր, սուրճի տարբեր տեսականիներ կամ սուրճի բաժակ իր ափսեով։ Բոլոր նրանց համար, ովքեր ունեն մեքենա, կարող եք նվիրել մեքենայի հոտեր, սաշեներ, հեռախոսի ամրակ, AUX-լար կամ ղեկի պատյան։ Նմանատիպ նվերները մեքենասերների համար հետաքրքիր աքսեսուարային տարբերակներ կլինեն և կլրացնեն նրանց հավաքածուները։ Նաև նվերի հետաքրքիր տարբերակ է սեղանի խաղերը, շախմատ, նարդի, շաշկի, դրանց շատ հետաքրքիր գեղեցիկ լուծումներով տարբերակներ կան, որոնք կզարդարեն ինչպես բնակարանը, սեղանները, այնպես էլ կտրամադրեն գեղեցիկ և հետաքրքիր խաղի։ Պետքական նվերների ցանկին է պատկանում նաև փոքրիկ գործիքների հավաքածուները, ես իհարկե անունները դրանց հստակ չգիտեմ հայերեն տարբերակով, բայց նմանատիպ ինչ-որ տարբերակներ, որոնք հաստատ ձեր հայրերին, ամուսիններին, եղբայրներին կարող են պետք գալ։ Չենք մոռանում նաև, որ տղամարդիկ ևս աքսեսուարներ են կրում և կարող ենք նրանց նվիրել ժամերի և ակնոցների համար նախատեսված գեղեցիկ զարդատուփեր։ Նմանատիպ հավաքածուների շատ տարբեր տեսակներ կան, երկհարկանի, մեկհարկանի տարբերակներ, որտեղ նաև համատեղված են ժամերի և ակնոցների բաժանարար մասերը։ Բոլոր գործնական տղամարդկանց համար լավագույն նվերներից կարող է լինել փողկապը կամ ճարմանտները, կամ կարող ենք նվիրել գոտիներ կաշվից, կտորից, սպորտային ինչ-որ տարբերակներով։ Ձմեռային նվերների տարբերակներից է նաև սրբիչե խալաթը լոգանքից հետո կրելու համար։ Եթե գիտեք նրա նախասիրությունները, պետքական նվերներից է նաև օծանելիքները։ Ծխել սիրողների համար լավ նվեր կարող է հանդիսանալ սիգարի հավաքածուն, իր կրակայրիչով, սիգար կտրելու սարքով, գեղեցիկ տուփի մեջ զարդարված, իհարկե մենք չենք խրախուսում, բայց որպես նվերի տարբերակ կարող ենք առաջարկել։ Որպես նոր հոբի կամ արդեն ունեցած հոբիի շարունակություն կարող եք նվիրել ձկնորսական հավաքածու, աթոռակ բացվող, ձկնորսական կարթեր կամ այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է բոլոր ձկնորսներին։ Կարող ենք նվիրել ակնոց իր պատյանով, իր կտորով։ Եթե բյուջեն թույլ է տալիս, կարող ենք նվիրել սմարթ ակնոցներ, որոնցով հնարավոր է անգամ նկարել շուրջը։ Իհարկե դասական նվերների շարքին պատկանող սափրիչների մասին չենք մոռանում, բայց կարող ենք փոխարինել դրանք էլեկտրական տարբերակներով, որոնք ունեն տարբեր խարակտերիստիկաներ ու հնարավոր է ընտրել դրանցից լավագույնները։ Եվ վերջինը կարող եմ առաջարկել նաև խմիչքի հավաքածու, օրինակ վիսկի բաժակներ, վիսկի սառույցներ կամ հետաքրքիր գլոբուսաձև խմիչքի տարա իր բաժակների հետ։ Անդրադառնանք տեխնիկային։ Իմ սիրելի նվերների ցանկն է, որի մի մասը կարող ենք նվիրել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց։ Առաջինը դա Instax-ն է կամ մինի պրինտերները։ Սրանք հիշողությունները պահելու լավագույն միջոցներն են, կամ եթե տվյալն անձն արդեն ունի Instax, կարող եք նվիրել նրան պլյոնկաներ։ Պլյոնկաները շատ տարբեր տեսակի կան, հետաքրքիր եզրագծերով։ Ինչու՞ չէ, կարող եք նաև նվիրել մինի պրինտերներ, սա ավելի լավ տարբերակ է, որովհետև դրանցով դուք կարող եք տպել ձեր հեռախոսում նկարված ցանկացած նկար։ Հաջորդ յուրօրինակ նվերը վինիլային մագնիտոֆոնն է։ Այն անցյալից կարծես թե վերադարձած լինի և ներկայումս շատ պոպուլյար է։ Ինձ թվում է բոլորն են ցանկանում իրենց տանը ունենալ նմանատիպ մագնիտոֆոն և իհարկե որպես նվերի հավելում կարող են լինել հետաքրքիր վինիլներ։ Սրանց ավելի ժամանակակից տարբերակները դինամիկներ։ Դրանք կարող են լինել տան համար նախատեսված, այնպես էլ մեքենայում կամ բացօթյա օգտագործման համար նախատեսված տարբերակներ։ Փոշեկուլ, ռոբոտ, ձեռքի, Dyson,
Ինչ կցանկանաք, կարևորը այն լինի որակյալ, դա հաստատ այնպիսի նվեր է, որ ցանկացած ընտանիքին անհրաժեշտ է լինում։ Որպես մեկ այլ տարբերակ, ձեռքի փոշեկուլն է, որը կարող եք նվիրել ինչպես կանանց, բազմոցները, աթոռները փոշեկուլով մաքրելու համար, այնպես էլ տղամարդկանց իրենց մեքենաները մաքրելու համար։ Սենսորային լուսատու կարգավորող ուժգնությամբ։ Սա ինձ թվում է ժամանակակից աշխարհում ամենապետքական բաներից է կողասեղանին դնելու համար, աշխատանքային սեղանին դնելու համար, նաև հետաքրքիր տարբերակներ կան նմանատիպ լույսերի, որոնք ամրացվում են գրքի վրա եւ թույլ են տալիս գիրք ընթերցել մութ տարածքում։ Հաջորդը դա մկնիկն է եւ ստեղնաշարը։ Բոլոր նրանց համար, ովքեր համակարգչով են աշխատում, սա շատ յուրօրինակ նվեր է եւ հաստատ բոլորը գոհ են լինելու եւ ուրախ են լինելու նմանատիպ նվեր ստանալու համար։ Կան շատ հետաքրքիր տարբերակներ լույսերով, էլեգանտ, սպորտային ոճի, կախված նրանից, թե ում եք նվիրում։ Ժամանակակից աշխարհում շատ պահանջված են նաև օդիպ խոնավեցուցիչները, եւ դա նվեր ստանալը շատ ուրախեցնող է։ Հաճելի նվերների շարքին է պատկանում ձեռքի ինքնամերսման սարքերը, որոնցով հնարավոր է ինքդ քեզ մերսել։ Սա լավ նվեր է նաև նրանց համար, ովքեր հատկապես շատ նստակյաց աշխատանք ունեն, կամ նրանց համար, ովքեր սպորտով են զբաղվում եւ ում մկանները մշտապես լարվածության մեջ են գտնվում։ Անլար ականջակալներ։ Ինձ թվում է սրանով ամեն ինչ ասված է։ Մինի պրոյեկտոր։ Ինձ թվում է սա լավագույն նվերներից է, որ կարող է լինել տեխնիկայի բաժնում, այն հետաքրքիր մթնոլորտ է ստեղծում իր շուրջ եւ կինոդիտումները ավելի հաճելի ու խորհրդավոր է դարձնում։ Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են նկարահանումներով, շատ պետքական նվեր է վիդեոլույսը կամ softbox-ը։ Այս շարքը շարունակելով կարող եք նվիրել վիդեոկամերա, դրանք կարող են լինել ինչպես վլոգ ֆորմատի շարժական տարբերակներ, GoPro-ներ, այնպես էլ ստատիկ դրվող վիդեոկամերաներ, որոնք կուղղորդեն ձեր ընկերոջը իր նոր ընտրած ճանապարհում եւ ավելի որակյալ կոնտենտի հնարավորություն կտան։ Մյուս պետքական ագրեգատներից է խոսափողը։ Դրանք կարող են լինել ինչպես լարով միացվող հենց միանգամից նկարահանող սարքին, այնպես էլ անլար տարբերակներ, ինչպես փոքրիկ, չերևացող, այնպես էլ սեղանին դրվող մեծ տարբերակներ, կախված նրանից, թե ինչ ֆորմատով է նկարահանում այն մարդը, ում պատրաստվում եք նվիրել։ Եվ իհարկե այս շարքը կեզրափակեմ շտատիվներով, բարձր, փոքր սեղանին դրվող, փափուկ ոտքերով, որոնք հնարավոր է պտտել անգամ ծառի ճյուղի վրա եւ ցանկացած պահի նկարել։ Սա այն ագրեգատներից է, որ յուրաքանչյուր վիդեոբլոգերի եւ ոչ միայն անգամ այն մարդկանց, ովքեր ուղղակի ուզում են ինքնաարտահայտվել, պետք է գալու հաստատ։ Եթե դուք հնարավորություն ունեք նվիրելու PlayStation, լավագույն նվերների տարբերակներից է։ Իսկ եթե անձը արդեն ունի, PlayStation-ի ջոյստիկները պետքական հավելում են լինելու։ Կարող եք նվիրել էլեկտրական խոզանակ կամ իրիգատոր, սա հոգատարության եւ խնամքի մասին է, միշտ չէ, որ մենք ինքներս մեզ համար գնում ենք նմանատիպ իրեր, բայց եթե կոնկրետ մարդ օրինակ բրեկետներ է կրում կամ ունի ատամների հետ կապված խնդիրներ, սրանք լավ եւ պետքական նվերներ են։ Ներկայումս անհրաժեշտություն դարձած նվերներից են նաև smart ժամը կամ եթե բյուջեն թույլ է տալիս smart բրասլետները եւ smart մատանները, որոնք հետևում են ամբողջ օրգանիզմի դրական եւ բացասական շարժերին, դրանք արձանագրում են իրենց ծրագրի մեջ եւ դուք կարող եք ներկա պահին հետևել ձեր առողջությանը։ Պետքական նվեր է նաև մինի սառնարանները։ Դրանց մեջ ինչպես հնարավոր է պահել կոսմետիկա, ինչը հիմնականում աղջիկներն են անում, այնպես էլ համեղ սնեքեր, հյութեր տղամարդկանց համար։ Տեխնիկայի ցանկի հաջորդ կետը դա էլեկտրական փոքրիկ սրճեփներն են, դրանց շատ տարբերակներ կան, ինչպես մեկ տեսակի սուրճի համար, այնպես էլ մի քանի տեսակի կաթով պատրաստվող սուրճերի համար, եւ սա լավագույն նվերներից մեկը կարող է լինել այս ձմեռ։ Պետքական նվեր է նաև գոլորշիով հարթուկը։ Դրանց եւ մեծ տարբերակները եւ ձեռքի տարբերակները ներկայումս մեր առօրյայի անբաժան մասն են կազմում եւ կարող են հեշտությամբ թեթևացնել մեր գործը։ Եվ վերջում իհարկե չեմ կարող չանդրադառնալ վարսահարդարիչներին եւ ստայլերներին, ինձ թվում է ցանկացած աղջկա համար դա պետքական անհրաժեշտ եւ շատ սպասված նվեր է։ Եվ վերջին ցանկը սպորտ եւ ռելաքս։ Առաջինը իհարկե որևէ սպորտի կամ սպորտզալի աբոնեմենտն է։ Բոքս, լող, թենիս կամ ջիմ։
Սպորտային նվերների անբաժան մաս է կազմում յոգայի գորգը։ Այն հարմար տարբերակ է ինչպես ինքնուրույն պարապելու համար, այնպես էլ սեփական գորգով սպորտզալ գնալու համար։ Դրանց շատ տարբեր որակյալ տարբերակներ կան իրենց պատյաններով եւ կախիչներով։ Կարող եք նվիրել նաև սպորտային հավաքածու՝ ռեզինկաներ, գանտելներ, պարան եւ իհարկե բոլոր սպորտասերերի համար անփոխարինելի նվերը լավ սպորտային համազգեստը։ Դրանց շատ տարբերակներ կան, ներկայումս շատ գեղեցիկ էսթետիկ տարբերակներ կան եւ աղջիկների եւ տղաների համար։ Ռելաքսին վերաբերվող նվերներից ամենաակնհայտը դա լոգանքի համար նախատեսված սեթն է։ Լոգանքի փրփուր, ծովի աղ, հոտավետ մոմեր, այս ամենը յուրահատուկ մթնոլորտ ստեղծելու լավագույն միջոցներն են եւ անհրաժեշտ նվեր կարող են լինել այս ամանորին։ Ինչպես նաև ցանկալի եւ անհրաժեշտ նվեր է հանդիսանում մերսման աբոնեմենտը։ Ըստ անհրաժեշտության կարող եք նվիրել ինչպես ռելաքս մերսում, այնպես էլ բուժական մերսում, կախված նրանից, թե ինչ նախասիրություններ ունի տվյալ անձը։ Տարբերվող նվեր է նաև փազլի տարբերակները, եթե գիտեք, որ անձը հետաքրքրված է փազլ հավաքելով կամ մանր ձեռագործ աշխատանքով, ապա սա յուրօրինակ նվեր է, այն կարող է ունենալ ամանորյա ձմեռային տրամադրության պատկերներ եւ կզբաղեցնի նրան որոշ ժամանակ ու ամեն անգամ հավաքելուց եւ հետագայում հավաքված նկարը տեսնելուց նա անպայման հիշելու է ձեզ։ Նմանատիպ նվեր է նաեւ թվերով ներկելու ալբոմը։ Այն կարող է դառնալ նոր հետաքրքիր հոբի եւ դրա հետ մեկտեղ դուք կարող եք նվիրել մարկերներ, մատիտներ, սրիչ եւ այսպիսով կստանաք ամբողջական նվերի հավաքածու։ Իսկ սիրահարների համար լավագույն նվեր կարող է լինել Lego-ն։ Lego-ի տարատեսակ տարբերակներ կան, այնպես որ հաստատ կգտնեք այն տարբերակը, որը համապատասխան է հենց այն անձին, ում պատրաստվում եք նվիրել։ Չէի կարող ռելաքս բաժնում չընդգրկել գրքերը։ Սա այն նվերի տարբերակն է, որ ամբողջովին թույլ է տալիս կտրվել ներկա անհանգստություններից եւ տեղափոխվել այլ աշխարհ։ Ամանորին ընդառաջ կարող եք նվիրել այնպիսի հարմարավետ գրքեր, որոնք իրենց մեջ ունեն տոնական տրամադրություն։ Էսթետիկ եւ հանգստացնող նվեր կարող է հանդիսանալ նաեւ երաժշտական զարդատուփը։ Այն ինչ որ ձևով հեքիաթային հիշողություններ է առաջացնում եւ կախարդական տպավորություն կարող է թողնել։ Իսկ ավելի ժամանակակիցների համար կարող եք նվիրել սպիտակ աղմուկ, որը թույլ է տալիս հանգստացնել ամբողջ նյարդային համակարգը եւ տրամադրվել խորը ու հանգիստ քնի։ Անդրադարձ կատարելով սպորտի թեմային, լավ նվեր է նաեւ որակյալ սպորտային կոշիկները։ Դրանք երբեք ավելորդ չեն լինում եւ միշտ ցանկալի են։ Ինչպես նաեւ կարող եք նվիրել առողջ սննդի բաղադրատոմսերի գիրք, որը կօգնի սպորտով զբաղվող եւ իր կազմվածքին հետևող անձին համեղ եւ առողջ սնվել։ Սպորտային աքսեսուարներից կարող եք նվիրել օրինակ բոքսի տանձիկ կամ բոքսի ձեռնոցներ։ Սա լավ ստիմուլ է բոքսով զբաղվելու, իսկ նրանց համար, ովքեր արդեն զբաղվում են, սեփական աքսեսուարներն ունենալու համար։ Եթե անձը հետաքրքրված է լեռնագնացությամբ, լավագույն նվերի տարբերակ է քնապարկ կամ վրա նվիրելը։ Իսկ եթե հետաքրքրված չի, սա կարող է նոր հոբիի տարբերակ դառնալ իր համար այս նոր տարում։ Ռելաքսի համար լավագույն տարբերակ է նաև սեղանի խաղերը։ Ներկայումս շատ տարբեր տեսակներ կան, հետաքրքիր, ժամանցային, որոնք թույլ կտան նաև ընկերներով հավաքվել եւ նոր տարին անցկացնել ընկերական ջերմ շրջապատում։ Ինձ թվում է ոչ մեկ չի հրաժարվի նվերի այս տարբերակից ոտքերի մերսման սարքից։ Այն այս ցանկի մաքսիմալ ռելաքս հանդիսացող իրն է, որը հաստատ պետք կգա եւ երիտասարդներին եւ մեծահասակներին։ Հանգստի նվերի տարբերակ է նաեւ սպա կենտրոնի կամ առողջարանի մի քանի օրվա ուղեգիրը։ Սա լավագույն նվերն է ծնողներին, մեծահասակների համար, որը թույլ կտա նրանց կտրվել առօրյա հոգսերից, մի քանի օր հանգստանալ եւ հետեւել իրենց առողջությանը։ Սպորտի եւ ինչու՞ չէ ռելաքսի համար նաեւ շատ հաճելի նվեր կարող է լինել վազքուղին։ Եվ փոքր տարբերակները եւ մեծ պրոֆեսիոնալ տարբերակները այն մարդկանց համար, ովքեր սպորտով են զբաղվում եւ անգամ նրանց համար, ովքեր նստակյաց աշխատանք են վարում, հանգստանալու եւ շարժման մեջ լինելու լավագույն տարբերակներից մեկն է։
ու իհարկե բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են տանից համակարգչի առաջ, լավագույն նվեր կարող է լինել աշխատանքային աթոռը, հարմարավետ, էրգոնոմիկ, որը թույլ կտա նրանց աշխատել ռելաքսի մեջ եւ ամեն անգամ նստելուց ու տեսնելուց հիշել իրենց նվիրողին։ Իմ պատրաստած նվերների ցանկն այսքանն էր, սրանցից շատերը ես եւ նվիրել եմ եւ նվեր եմ ստացել եւ կարող եմ հավաստիացնել, որ այդ ամենը անփոխարինելի հուշեր է թողում մեր հոգում։ Հույս ունեմ, որ ցանկը ձեզ օգտակար կլինի եւ դուք էլ կարողանաք առանձնացնել ձեզ համար անհրաժեշտ նվերներ, որոնք կնվիրեք այս տարի եւ գալիք հաջորդ տոներին։ Իսկ ես մաղթում եմ ձեզ ուրախ տոներ եւ թող մեր տրամադրությունը նոր տարում կախված չլինի նյութական նվերներից, այլ հագեցած լինի անմոռաց հուշերով եւ էմոցիաներով։ Ուրախ տարի բոլորիս։